Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանը այսօր էլի ելավ ու ցեղասպանության մասին խոսեց։ Բա ցեղասպանությունը չպետք է դարձնենք զենք մեր ձեռքերում, թե չէ կկրագի։ Մենք պետք է վերջ տանք հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետև եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա զենք է նաև մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու։ Դուք պատկերացնում եք, էսի ինչա մարդկանց ուղեղի մեջ կաթացնում։ Այն որ ցեղասպանության մասին խոսույթները լրիվ մոռացեք, չպահանջեք ճանաչում, թե չէ թուրքը նորից ձեզ կսպանի։ Էսի թուրքի լեզվով մեր հետ բացահայտ խոսում է, զբաղեցնելով երկրի ամենաբարձրագույն պաշտոնը։ Մի հատ երկրի ղեկավար տեսել եք, որ հելնի իր ժողովրդին վախացնի։ Պրիտոմ վախացնի հենց թշնամուց։ Պետք է ասի, որ թշնամուց պետքա վախենակ, թե չէ կկրագի։ Դա երևի թուրքերն են իրան վախեցրել ու ասել են արագ առաջի դե մտածի քո ժողովրդին ոնց ես անում, որ այդ ցեղասպանության մասին հարցը լրիվ մոռանան, փագեն, թե չէ գիտես ինչ կլինի, էս է ախպեր, դե ինքը վախկոտ մարդ։ 3 անգամ պարտված թուրքի դեմ կզած մարդ։ Մտածելա, բա ինչ անեմ ախպեր, ոնց անեմ, լավ վաղ եթամ ազգային ժողովից ասեմ, որ կարոջի եթե ցեղասպանության հարցը դարձնում եք զենք ձեր ձեռքերում, ապա ինքը ձեզ կարա կրագի։ Այսպես մանր կաթեցնելով հասարակության գլխում ինքը կհասնի իր ուզածին։ Ես վստահ եմ դրան, որովհետև Ղարաբաղի հարցում էլ այսպես կաթեցնելով հանձնեց ու մարսեց։ Հենա Տիգրանաշենն է կաթացնում արդեն ասում է մերը չի որ վաղը մյուս օրը հանձնի։ Եկեղեցու պահով կաթողիկոսի վերով լիքը բաներ կաթացրեց ու ժողովրդին լարեց բանի դեմ ու հիմա էլ ցեղասպանությունն է կաթացնում։ Ու ես վստահ եմ կգա մի օր, որ ցեղասպանության մասին խոսելը Հայաստանում կլինի արդեն բան, հակազգային ու էդի կդիտարկվի որպես պետականության դեմ բան, խոշտանգում։ Դուք պատկերացնում եք մեզ ուր է տանում այս թերքի ագենդը։